հետաքրքիր, բայց բարդ ժամանակահատված է սկսվել, հետաքրքիր այն առումով, որ հետաքրքրությունը Հայաստանում չէ, հետաքրքրությունը դրսում է, հետաքրքիր չի նշանակում լավ, որովհետև երբ տեսնում ենք ինչ է կատարվում օրինակ Սիրիայում, որը մեր քթի տակ է, ենթադրվում է, որ Սիրիայի այս վերջին դեպքերը հրահարվել են նաև դրսից և կան ուժեր, որոնք նաև կենտրոններ քաղաքական, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, որոնք ուզում են Սիրիան դարձնել Հարավսլավիա, այսինքն մասնատել մի քանի երկրի, դրան ես կարծում եմ ամենևին կողմնակից չէ Թուրքիան, որովհետև վախ կա, որ դա կարող է հետո տարածվել նաև այդ թվում իրենց վրա, որովհետև շատ հետաքրքիր էր բավականին ռադիկալ Օջալանի կոչը վայր դնել զենքերը, այդպիսի մի բան կա, որ ասում է այդպես չի լինում, էլի հենց այնպես, որ Օջալանի նման կերպարը կոչանի վայր դնել քրդերին զենքերը, ուրեմն այնտեղ ինչ-որ բան է պատրաստվում։ Անվտանգության առումով, եթե մենք Հայաստանից խոսենք, իհարկե որևէ անվտանգության մասին չի կարելի խոսել, որովհետև չկա որևէ անվտանգային համակարգ։ Կարծեք, թե ես այսօր կարդացի ազգային ժողովի նախագահը 3 տարի հետո որոշեց այսօր հայտարարի, որ մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի կոնսուլստվան, հյուպատոսությունը, չգիտես ինչու նոր որոշեցին դա ասել, ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր աշխարհաքաղաքական առումով և փորձում են հիմա նորից ռուսների հետ սիլիբիլի անեն։ Դա նկատվում է նաև արևմտյան ուժերի ռեակցիայից այստեղ, որոնք երկար ժամանակ այս իշխանության հենարաններից մեկն էին, հիմա ամենաուժեղ քննադատողներն են։ Պատահական չի, որ իշխանական ամբողջ վերնախավը Ազատություն ռադիոկայանին մեղադրում է ֆեյք լուրեր տարածելու մեջ, այն ռադիոկայանին, որը իրենց իշխանության բերելու ընթացքում 24/7 ռեժիմով լուսաբանում էր այս իշխանություններին, ես նայում եմ արևմտամետ ուժերը եւս բավականին լուրջ քննադատության են ենթարկում իշխանություններին, այդ երևում է, որ իշխանությունները որոշել են կրկին ընկնել ռուսների գիրկը, կստացվի թե չէ դա այլ խնդիր է, բայց քանի որ փորձեցին տարբեր տեղեր, ենթադրում եմ, որ բոլոր տեղերից ստացան կամ չոր, այսպես ատկաս կամ ասեցին տղեկ, հիմա մենք ծանր վիճակում ենք, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Սա է այն ինչ որ կատարվում է հիմա քաղաքական դաշտում Հայաստանի և շատ հետաքրքիր սենց կարծեք թե համ ակտիվություն կա օրինակ ընդդիմադիր բանում իրար, իշխանությունում իրար են ինչ-որ բավականին, եթե նկատենք հենց իշխանության մեջ, ասենք մի քանի բան, օրինակ անիվի թեման բացվել է և դա ամենաշատը հիմա անիվի թեման շահարկում է իշխանությունը, այստեղ ես կարծում եմ Տիգրան Ավինյանի գլխին ոնց որ թե այդքան էլ սպիտակ աղավնիներ չեն պտտվում այդ առումով։ Եթե հիշենք Հայկ Սարգսյանի մի քանի
այդ գործընթացները, որը սկսել էր թե անտառների հետ կապված, թե բաների հետ կապված, բեթինգի հետ կապված, այդ սա հասկանում ենք, չէ, ինչեր են եւ ում դեմ է ուղղված։ Դա արդեն ներքին իրենց բաներն է, այսինքն հիմա ավելի շատ չկա այնքան իշխանություն, ընդդիմություն, հակամարտություն, ես երևացող կողմն եմ ասում, ինչքան ընդդիմություն, իշխանություն, հա, այսպես բան է, որը ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այդ ինչի իր դեմ է ուղղված, որովհետև եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ փորձեց ինչ-որ ռեակցիա տալ։ Ստացվեց թե չէ, երևա կարծում